Ես Երանուհի Խլղաթյանն եմ, միջին դպրոցում դասավանդում եմ մայրենի։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում ուսումնական օրացույցով նախատեսված մի շարք նախագծերին զուգահեռ ես սովորողներիս առաջարկում եմ, որպեսզի իրենք ձևակերպեն իրենց անհատական նախագիծը։ Ինչ է անհատական նախագիծը։ Անհատական նախագիծը սովորողի նախասիրությունների, հետաքրքրությունների շրջանակում ձևակերպված նախագիծն է, որը լուծում է մի շարք խնդիրներ։ Նախագիծը լուծում է հետևյալ խնդիրները։ Նախ, սովորողները կարողանում են զարգացնել, համադրել, հակադրելու, սեփական կարծիքը արտահայտելու, հիմնավորելու կարողությունները, ինչպես նաև կատարում են ընթերցողական, թարգմանական, հետազոտական մի շարք աշխատանքներ, որովհետև միշտ չէ, որ իրենց ընտրած ոլորտի թեմայի շրջանակում հայալեզու համացանցում առկա են նյութեր, այսինքն մի շարք աշխատանքներ իրենք նաև այլ աղբյուրներից են վերցնում եւ թարգմանում, դարձնում առավել ամբողջական։ Նախագծի ընթացքում նրանք համագործակցում են ընկերների հետ, որովհետև կան սովորողներ, որոնց հետաքրքրությունները համընկնում են եւ իրենց նախագիծը դառնում է արդեն խմբային աշխատանք։ Նախագծի արդյունքը պատումի, տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով ներկայացնում են բլոգում։ Հիմա իրենք կներկայացնեն, թե ինչ նախագծեր են ձևակերպել, ինչ ընթացք են ստացել դրանք եւ ինչ արդյունք են ակնկալում։ Բայև ձեզ, ես Ռազմիկ Մեսրոպյանն եմ եւ ես հետաքրքրում եմ երաժշտությամբ, այդ իսկ պատճառով որոշել եմ իմ նախագիծը կազմել հենց երաժշտության մասին։ Նախագիծս անվանել եմ երաժշտությունը մեր աշխարհում եւ կյանքում։ Որոշել եմ, որ պետք է մի քանի խմբերի մասին տեղեկություն հավաքեմ։ Հիմնականում ընտրել էի AC/DC ռոքային խումբը, Gorillaz խումբը, հիմնականում իրանք անգլերեն երգ են թողարկում, այսինքն հիմնական իրանց երգերի լեզուն անգլերենն է։ Բացի նրանից, որ այդ նախագծի շնորհիվ իմ անգլերենի իմացությունն է ավելի լավանում, Վիկիպեդիայում եւ հայալեզու կայքերում քիչ է ինֆորմացիան այդ խմբերի մասին, այդ իսկ պատճառով թարգմանչական աշխատանք է ինձ պետք գալիս անել, որպեսզի ինֆորմացիան ավելի լավը լինի եւ տեղին։ Բացի դրանից, երբ որ արդեն ինֆորմացիան հավաքված է, ես պետք է այդ ամենը ներկայացնեմ իմ ընկերներին, այնպիսի լեզվով, որպեսզի նրանք էլ հետաքրքրվեն եւ ավելի խորանան այդ ամենի մեջ, դա նրանց այնքանով կօգնի, որ նրանք մի բան ավել կիմանան, բանիմաց կլինեն եւ եթե ինչ-որ խոսակցություն լինի, խոսակցություն լինի այդ թեմայով, նրանք կարողանան էլի խոսել, շփվել, այսինքն ավելի շատ ինֆորմացիա կունենան, էլի, կարճ ասած։ Ես Մարիա Հովհաննիսյանն եմ, սովորում եմ 7-րդ դասարանում, անցած ուսումնական տարվա ընթացքում ձևակերպել եմ իմ նախագիծը, մինչև հիմա շարունակում եմ իր վրա աշխատել, թարգմանական նախագիծ է, իր ընթացքում սովորողները ընտրում են մի օտարալեզու երգ եւ թարգմանում են հայերեն լեզվի, որոշել եմ այդ նախագիծը ձևակերպել, քանի որ շատ եմ սիրում երաժշտություն լսել ու այժմ փորձում եմ սովորել անգլերեն։ Ես արդեն թարգմանել եմ Stairway to Heaven, Let It Be, Never Meant to Know, All of My Friends եւ ուրիշ երգերը։ Սովորողներից շատերը չեն հասկանում, թե ինչի մասին են իրենց սիրելի երգերը, դրա պատճառով ես հուսով եմ, որ իմ նախագիծը ինչ-որ մեկին կարող է դրանով օգնել։ Բարև ձեզ, ես Սալան եմ, սովորում եմ 7-րդ դասարանում։ Իմ անհատական նախագիծը մուլտֆիլմի մասին է։ Ես շատ եմ սիրում դիտել մուլտֆիլմներ, բայց նկատել եմ, որ շատ սովորողներ չեն դիտում մուլտֆիլմներ, որտեղ մտածում են, որ մուլտֆիլմը միայն երեխաների համար է, բայց իմ անհատական նախագծի նպատակը հենց այն է, որ ապացուցել, որ մուլտֆիլմը մենակ երեխաների համար չէ, քանի որ մուլտֆիլմը ունի ուսուցողական կողմ եւ շատ կարեւոր է եւ նույնիսկ մեծահասակները կարող են դիտել։ Ես դիտում եմ տարբեր մուլտֆիլմներ ու դիտում եմ օտար լեզուներով, դրա համար իմ օտար լեզուների իմացությունը նույնպես զարգանում է։ Իմ նայած մուլտֆիլմները ես գրում եմ իրանց մասին իմ բլոգում, քանի որ դիտում եմ շատ
անգլիական, ամերիկական մուլտֆիլմներ, հայերենով ինֆորմացիան շատ չէ, դրա համար ես կատարում թարգմանչական աշխատանք, գտնում եմ տեղեկություն անգլերեն, թարգմանում եմ իրեն հայերեն ու տեղադրում եմ բլոգմոս։ Ես Կարենն եմ, սովորում եմ միջին դպրոցի 7-րդ դասարանում եւ այս եւ նախորդ ուսումնական շրջանների ընթացքում եւ ձևակերպել եմ 3 անհատական նախագիծ՝ հինդիցաբանությունը, ուսումնակարչությունը եւ վիդեոխմբագրությունը եւ հայտնի նկարիչները։ Հինդիցաբանություն անհատական նախագծի նպատակը այն է, որ մարդիկ հետաքրքրվեն որևէ դիցաբանությամբ, որևէ երկրի կուլտուրայով եւ փորձեն համացանցից գրքերում կամ տարբեր մարդկանցից փորձեն գտնեն որևէ տեղեկություն այդ դիցաբանության կուլտուրայի լեգենդների, աստվածների մասին։ Ես գրել եմ սկանդինավյան դիցաբանության մասին։ Սկանդինավյան դիցաբանությունը դա հյուսիսային գերմանական ցեղերի, լեգենդների եւ տարբեր պատմությունների խառնուրդն է, ամբողջությունը։ Այնտեղ կան տարբեր աստվածներ, հերոսներ, գերմանական էակներ եւ այլն։ Իմ երկրորդ նախագիծը հայտնի նկարիչներ նախագիծը իր նպատակը այն է, որ մարդիկ իրենց հետաքրքրող կամ իրենց լսած եւ հայտնի նկարիչների եւ իրանց ստեղծած ստեղծագործությունների մասին որևէ տեղեկություն գտնեն, ձևակերպեն այն պրեզենտացիայի, վիդեոյի կամ այլ ուրիշ ձև։ Ես գրել եմ Լեոնարդո դա Վինչիի մասին, ինքը շատ հետաքրքիր պատմություն ունի եւ շատ բազմահետաքրքրվող մարդ էր։ Հիմա երրորդ իմ նախագիծը վիդեոխմբագրությունը եւ լուսանկարչությունը, քանի որ ես հետաքրքրվում եմ վիդեոյով եւ ուզում եմ հնարավոր է YouTube-ում տարբեր վիդեոներ սարքեմ եւ տեղադրեմ, հետաքրքրվում եմ վիդեոյով եւ խմբագրմամբ, ես որոշեցի այս նախագիծը ձևակերպեմ եւ այս նախագծի շրջանակներում մենք պետք է որևէ վիդեո նկարենք, որևէ ձայնագրություն անենք, անի որևէ ձևով ձևակերպենք եւ հրատարակենք մեր բլոգներում։ Այսքան։ Եթե ամբողջացնենք, ապա կարող եմ ասել, որ անհատական նախագիծը մայրենի ուսուցման գործնական եղանակ է, այսինքն իրենք մի շարք հմտություններ, լեզվական գիտելիք ձեռք են բերում անելով, կատարելով, սեփական սխալները տեսնելով, լսելով եւ ուսուցչի ուղղորդմամբ շտկելով։ Ողջույն բոլորին, ես Նատալի Մնացականյանն եմ, սովորում եմ միջին դպրոցի 7-րդ դասարանում։ Տարվա սկզբում իմ ուսուցչուհու խորհուրդով որոշեցի ձևակերպել իմ անհատական նախագծերը իմ նախասիրությունների վերաբերյալ եւ քանի որ իմ նախասիրությունները շատ են, դրա համար որոշեցի ընտրել երկուսը եւ ձևակերպեցի երկու նախագիծ, մեկը անվանեցի Պատմություն կերտած հայերը, իսկ մյուսը Ֆիլմաշխարհի գաղտնիքները։ Պատմություն կերտած հայերը նախագծի նպատակն այն է, որպեսզի մարդիկ սովորողները համացանցից գտնեն տեղեկություն հայ անվանի մարդկանց մասին, կատարեն խմբագրական աշխատանք եւ դրանով ճանաչեն նրանց եւ նաեւ գնահատեն նրանց այդ աշխատանքը։ Օրինակ ես համացանցից փորձեցի տեղեկություններ Քրք Քրքորյանի մասին, ուսումնասիրեցի նրա կյանքը, կենսագործունեությունը եւ նրա արած աշխատանքը։ Հետո դա տեղադրեցի իմ բլոգում, կատարեցի խմբագրական աշխատանք ու նաեւ այնտեղ կային այնպիսի բառեր, որոնք ես չէի հասկանում, դրա համար դիմեցի բառարանին ու դրանք հասկացա, այդպիսով սովորեցի նոր բառեր ու զարգացրեցի իմ հայերենի հմտությունները։ Իսկ Ֆիլմաշխարհի գաղտնիքները նախագծի նպատակն այն է, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ դժվար է եղել ստեղծել ֆիլմերը եւ ծանոթանան դրան մասին, Ես համացանցից կամ իմ ընտանիքի ու ընկերների խորհրդով գտնում եմ ֆիլմեր, դրանք դիտում եմ եւ հետո անում եմ հետեւություն, դրանք էլ խորհուրդ եմ տալիս մյուսներին դիտել իմ նախագծում։
Եվ նաև ես ոչ միայն դիտում եմ հայերեն ֆիլմեր, այլ նաև անգլերեն եւ ռուսերեն, դրանով զարգացնում եմ իմ օտար լեզվի իմացությունը։ Ու այս անհատական նախագծերի ձևակերպման շնորհիվ ես արդեն կարողացել եմ հմտացնել իմ հայերենի իմացությունը եւ նաեւ սովորել լիքը շատ նոր բառեր։ Ես Գևորգն եմ, ստեղծել եմ ֆուտբոլի մասին նախագիծ, որի շրջանակներում երեխաները միջին դպրոցից կամ այլ տեղերից պետք է տեղեկություն գտնեն ֆուտբոլի մասին եւ ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։ Նախագիծը ֆուտբոլի մասին է, որում պետք է ստանանք ավելի շատ ինֆորմացիա խաղացողների մասին ֆուտբոլի։ Ես գրել եմ մի քանի օրինակ Մարադոնայի, Պելեի, Ռոնալդոյի եւ Մեսսիի օրինակները։ Նաեւ գրել եմ Հայաստանի ֆուտբոլային թիմերի օրինակներ, ինչպես Փյունիկը, Արարատը եւ այլն։ Նախագծով մենք սովորում ենք ֆուտբոլի կանոններ էլ նաեւ։ Ֆուտբոլը թե ինչ է որպես սպորտ, ինչ են անում ֆուտբոլում կանոնները եւ այդպիսի բաներ։ Այստեղ ես իբրև ուսուցիչ հանդես եմ գալիս ուղղորդողի, աջակցողի դերում եւ պատրաստ եմ իրենց հետ լուծել ցանկացած հարց, որը առաջանում է այդ աշխատանքը կատարելու ընթացքում։ Մենք միասին ընտրում ենք օրեր եւ այդ օրերին մեր կատարած աշխատանքը ներկայացնում ենք մեր դասարանի մյուս սովորողներին։ Ես Մարիա Ստեփանյանն եմ, սովորում եմ 7-րդ դասարանում։ Տարվա սկզբում սկսել եմ իմ անհատական նախագիծը ազգերի տարածքների մասին։ Գրել եմ հենց այդ նախագիծը, քանի որ ինձ հետաքրքրում է ինչպես են մյուս ազգերը իրենց հագուստը համադրում, ինչ գույների են ընտրում, ինչ է իրենց համար դա նշանակում։ Գրել եմ ինչպես հայկական տարազի մասին, այնպես էլ մյուս ազգերի տարածքների մասին, ինչպես ճապոնական, հնդկական, մեքսիկական, ռուսական եւ այլն։ Նպատակը այն է, որ իմանալ մյուս ազգերի տարածքների իրենց հագուստի մասին ավելի շատ բաներ։ Ամենաշատը ինձ ինչպես հետաքրքրեց հնդկական հենց սարի մասին, բանը դրա մասին էլ կխոսեմ, եւ քանի որ համացանցում հայերեն հենց տեղեկությունները քիչ էին տարածքների մասին, դրա համար աշխատել եմ նաեւ թարգմանել տեղեկությունը ռուսերենից հայերեն կամ նաեւ անգլերենից։ Գրել եմ հենց հնդկականի մասին կպատմեմ։ Հնդկական տարազը, ընդհանրապես կներս տարածը կոչվում է սարի, այն բաղկացած է ոչ թե մի կտորից, այլ 3 հենց հագուստից, վերնաշապիկից, գլխաշորից եւ շրջազգեստից։ Կանանց համար դա շատ կարեւոր է, քանի որ նրանց դա դժվար է շատ կրելը։ Դրա համար նրանք սովորեն եւ եվրոպական տենց շորեր այդքան չեն սիրում, դրա համար նրանց մոտ դա կարեւոր է հագնել հենց սարի։ Օրինակ հարսանիքներին նրանք ավելի շատ սիրում են կարմիր գույնը, որովհետեւ դա ուրախության, երջանկության գույն է։ Չեն սիրում սպիտակ տենց գույները, որովհետեւ դրանց համար դա շատ վատ տենց տխուր գույների հետ է։ Դրա համար երբ որ կնոջ ամուսինը մահանում է, նա մնում է այրի, դրան թույլ չի տրվում այլ ուրիշ գույներ, վառ գույներ հագնել, այլ միայն սպիտակ գույնը եւ այդ բաց գույները։ Ես Յանան եմ, սովորում եմ 7-րդ դասարանում։ Տարվա սկիզբ մեզ հնարավորություն տրվեց ստեղծել մեր անհատական նախագծերը եւ քանի որ ես հետաքրքրվում եմ գրաֆիկ դիզայնով, որոշեցի ստեղծել նախագիծ, առաջնորդություն եւ բրենդի ստեղծում վերնագրով, որի նպատակն է սովորեցնել սեբաստացիներին, թե ինչ է բրենդը, փորձել ստեղծել այն եւ սովորել լինել ճիշտ առաջնորդ։ Ինքս ունեմ մի քանի աշխատանքներ, ստեղծել եմ կազմակերպության բրենդինգներ։ Խնդիրներն են նախագծի սովորել ինչ է բրենդը, սովորել ինչ պետք է անել բրենդ ստեղծելու համար, սովորել ինչ է առաջնորդությունը եւ ով է լավ առաջնորդը, ստեղծել կազմակերպության պատմություն եւ ստեղծել կազմակերպություն։